Հայաստանի հյուսիսի հեռավոր եզերքում Ալավերդիի անտառածածկ լեռների մեջ թեղուտն ու շնողն են։ Այստեղ բնակիչների առօրյան տարբեր է, անասուններին չեն տանում հանդեր, չեն զբաղվում վարուցանքով, բայց եւ հակառակ գյուղի կոլորիտին ավանակի փոխարեն մեքենաներ ունեն, ամեն ծխում 2 հատ։ Թե առաջ ասում էին ամոթ է, կինը ինչու պետք է մեքենա քշի, հիմա գյուղամեջին ոտքով քայլում են միայն 50-ից բարձր կանայք, ոչ թե պրավա չունենալու, այլ առողջ ապրելակերպի համար։ Թեղուտում 12 տարի է 2014-ից շահագործվում է գյուղի հանքը, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ պղինձ մոլիբդենի հանքավայրն է։ Շնողի եւ թեղուտի գրեթե բոլոր տները դեսպաններ ունեն հանքում։ Նրանցից Անահիտ Ամիրջանյանի հարսը վաստակավոր աշխատող է։ Մեր բարեկեցությունը պայմանավորված է հիմնականում այս հանքավայրով։ Դա մենք պիտի ընդունենք գիտություն։ Թեղուտի հանքարդյունաբերական պատմությունը նոր չէ։ 1972-ին Խորհրդային Միությունն իրականացրեց երկրաբանական հետախուզություն եւ ուսումնասիրեց տարածքի հանքաքարերի պարունակությունը, կազմը եւ արդյունաբերական պաշարները։ Հանքաքար 450 միլիոն տոննա, պղինձ 1.6 միլիոն տոննա, մոլիբդեն 99,000-ից 100,000 տոննա, ոսկի 4.8 տոննա, C2 կատեգորիա, միջին պարունակությունը 0.6 գրամ տոննայում, արձած 303.8 տոննա։ Գյուղում տարեցները լավ են հիշում սովետի հայտնի համբույրով ղեկավարին։ Լեոնիդ Իլիչի թեղուտցիներին հասցեագրված սովետական համբույրը սակայն հանդիպեց մերժման, հանքը չշահագործվեց։ 90-ականներին անկախության պատերազմից տարիներ անց հանքի շահագործման հարցը կրկին բերվեց օրակարգ, գործարար Վալերի Մեջլումյանի նախաձեռնությամբ։ Valex Group-ը 2001-ին ստացավ հանքը շահագործելու արտոնություն։ 7 տարի անց Թեղուտ ՓԲ-ն, որը Valex Group-ի ստեղծած ընկերությունն է, ՎՏԲ բանկից $300 միլիոն վարկ վերցրեց հանքը կառուցելու եւ շահագործելու համար։ Հանքն այս ընթացքում անցավ կառավարման խնդիրների միջով, կուտակված պարտքեր, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, հարկադիր պարապուրտ եւ չհաջողվեց մարել արդեն $380 միլիոն հասած վարկը։ Ընկերությունը չկարողացավ վարկը մարել, ՎՏԲ բանկն էլ ձեռքը դրեց հանքի վրա հասավ Մոսկվա Կիև պատերազմը։ 2022-ի մարտից հանքում աշխատանքները նորից դադարեցվեցին, հասունանում էր պարտքից ազատվելու պահը։ Իմ հետևում 300 մետր հեռավորության վրա Թեղուտի հանքն է, որը նոր սեփականատեր ունի՝ Կոնստանտին Սոկոլով։ Այս մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ հետո այն հայտարարությունից, որ նույն անձը Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավարն է։ Կարծիք է շրջանառվում, որ Trip նախագծի այն հատվածը, որը կառուցվելու է Հայաստանում, ֆինանսավորվելու է Թեղուտի հանքի շահույթով։ Կոնստանտին Սոկոլովը Թեղուտի հանքավայրը շահագործող Կուպրար ՌԱՍՊ-ի նոր բաժնետեր Dynamic Frontier Holdings ընկերության սեփականատերն է։ Ընկերությունն ընդամենը 1 տարվա կյանք ունի։ 2025-ի օգոստոսին է հիմնադրվել եւ գրանցված է ամերիկյան Տեխասում։ Հետաքրքիր զուգադիպությամբ ընկերության հիմնումը համընկնում է Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ փաստաթղթի ստորագրմանը։ Փաստաթուղթը հետագայում պիտի ստանար Trip անվանումը։ Նահանգները Թրամփը ուղիղ մարդ է նշանակում Հայաստանում Trip Plus-ը իրականացնելու համար եւ դրան զուգահեռ նույն անձնավորությունը ձեռք է բերում նաեւ Թեղուտի հանքերը։ Այսինքն պիտի Թեղուտի հանքերից եկած եկամուտով իրենք կառուցեն իրենց տարածքը մեր տարածքում եւ շահագործեն դա։ Եվ թե մենք դրանից պիտի ստանանք, չգիտեմ, ընդամենը մի 26% շահույթ այդ տարանցիկ ճանապարհից։ Պետերբուրգում ծնված գործարարը, որ 21 տարեկանում է մեկնել Միացյալ Նահանգներ, ունի մտերմիկ հարաբերություններ թե ամերիկյան, թե ռուսական քաղաքական ու բիզնես էլիտաների հետ։ Ամերիկյան մամուլը նույնիսկ գրեց, որ Սոկոլովը նախագահ Թրամփի ընտրական շտաբի հովանավորներից է $11 միլիոն նվիրատվությամբ։ Իսկ ինչ ակտիվների է տիրապետում Սոկոլովը Հայաստանում։ Վիճակագրությունը պատկառելի է, հիմնականում ռուսական։ 2024-ին
Սոկոլովը ձեռք է բերել Viva Armenia ընկերության 20%-ը, որի մեջ մտնում է Ovion, նախկին Ռոստելեկոմը, իսկ թեղուտի հանքը նրա ձեռքի տակ է անցել ռուսական ՎՏԲ բանկից։ Ռուսական պետական ընկերություններին ամերիկյան նախագծում ուղղակիորեն ներգրավելու փոխարեն Սպիտակ տունը ֆինանսական լծակները դրել է այն անձի ձեռքը, որը կարող է արդյունավետորեն շփվել ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական էլիտայի հետ, պնդում է փորձագիտական շրջանակը։ Եվ վաճառքները այդպիսի ակտիվների առանց Ռուսաստանի, իշխանության, ասենք ասենք, դաբրոների չի լինում։ Այսինքն ինքը այն անձն է, որը Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այսպես կոչված ստվերային, ըստ էության պայմանավորվածությունների էլեմենտներից մեկն է։ Գումարում ենք սրան Ռուսաստանի շատ զուսպ վերաբերմունքը թրիփին, չէ՞, եւ իրանցիների կտրուկ անդիմանալը թրիփին, որ թրիփը դիտարկվում է որպես Իրանի ազգային անվտանգությանը խաթարող գործոն։ Ինչ պետք է անեն ամերիկացիները։ Պետք է փորձեն դուրս գալ պայմանավորվածության հիմնական խաղացողների հետ։ ՎՏԲ Սոկոլով գործարքի միջնորդը թեղուտի հանքի գնման գործընթացում Կուպրար ՌԱՆ է, որ այս տարվա փետրվարին է հիմնադրվել Հայաստանում։ Ընկերության ղեկավար Սերգեյ Վիրաբյանը նշում է, ինքը կարճ ժամանակահատված է ղեկավարել նորաստեղծ ընկերությունը։ Կուպրար ՌԱ-ի սեփականատերը, որ ընթացքում եք եղել, կարճ ժամանակահատված է, չէ՞ եղել։ Այո, մայիս ամսին։ Իսկ ընկերությունը հիմնադրվել է երբ։ Փետրվարին։ Փետրվարին է հիմնադրվել, փետրվարից մինչև մայիս եղել եք դուք։ Մինչև հուլիս, այո։ Հասկացա։ Իսկ ՎՏԲ բանկի Փետրվարից չեմ եղել։ Փետրվարին ասում եք ընկերությունն ա, բայց հարցերը կոռեկտ չեք տալիս։ Կներեք, էլի ես հիմա չեմ կարող, հետո զանգարեք խոսած, հիմա մարքանց հետ ինքնած։ Վիրաբյանը հաստատում է, ՎՏԲ բանկից ինքը անձամբ է վերցրել պարտքը, ապա անձամբ վաճառել է մեկ այլ ընկերության, բայց հերքում թե գնորդ կողմը Սոկոլովի կազմակերպությունն է եղել։ Առաջին անգամ երբ եք կապ հաստատել Կոնստանտին Սոկոլովի հետ ու ինչու եք Ես ոչ մի կապ չեմ հաստատելով, ասում որ ես իրան եմ վաճառել։ Այդ հարցնով ձեզ բաներ ասում։ Սոկոլովի արխիվներում թեղուտի մասին այս տարվա ապրիլին է հիշատակվել։ Նշվում է, որ գործարարը ապրիլի դրությամբ շարունակում է ՎՏԲ-ի կողմից սանկցիաների տակ գտնվող հանքի գնման գործընթացը։ Մնում է գլխավոր հարցը. Թեղուտ ՓԲ-ն շարունակում է արդյոք շահագործել հանքավայրը։ Պատասխանող չկա ոչ հանքավայրից, ոչ էլ կառավարությունից, բայց մեր տեսախցիկը հուլիսի 21-ին ֆիքսեց, որ հանքավայրում աշխատանքը եռում էր։ Պարզվում է, Հայաստանի իշխանությունը 3 տարի առաջ 2023-ի օգոստոսին թույլատրել է ռուսական բալանսի տակ անցած թեղուտ ՓԲ-ին մինչև 2031 թվականը հանքում աշխատանքներ տանել, հանքանյութ արդյունահանել, իրացնել։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Տարոն Ղանդիլյան եւ Աշոտ Բարբարյան, ABC Media։